Երկրաբանի օրը Երևանի պետական համալսարանը նշում է նոր ձեռքբերումներով աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում բացվում է Գագիկ Կարապետյանի անվան ինտերակտիվ լսարան։ Տեսնում ենք ինտերակտիվ էկրան, որտեղ պատկերված է հետարքի ծրագրեր եւ այստեղ մենք տեսնում ենք երկրաբանական զարգացման պատմությունը 570 միլիոն տարի առաջվանից մինչեւ մեր օրեր։ Աշխարհի ցանկացած կետում երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքներից մինչև դարերի ընթացքում նստվածքների շերտերի փոփոխություններ, VR-ակնոցների միջոցով էլ անմիջապես լսարանից կարելի է շրջել Հայաստանի որևէ հանքավայրում։ Այստեղ տեսնում ենք ավելի ինտերակտիվ VR կոչվող ակնոցներով աղի հանքը։ Այստեղ այս սպիտակ կետիկներով մենք սեղմում ենք եւ տեղաշարժում ենք աղի հանքով, տեսնելով ենթակառուցվածքները, տեսնելով հանքային մարմինները, որ վերևում են։ Սա ավելի հրաշալի միջոց է, ավելի լավ միջոց է, առավել պատկերավոր հասկանալու այն ամեն ինչը, որի համար մենք այստեղ սովորում ենք։ Մանրադիտակն էլ կօգնի ուսումնասիրել օգտակար հանածոների եւ ապարների հարուստ հավաքածուն։ Այստեղ կազմակերպելու են նաեւ հանդիպումներ բարձր դասարանի աշակերտների, կազմակերպելու են նաեւ դասապրոցեսներ, մասնավորապես հնայաբանական դասընթացները, նոր առարկաներ են երկրաբանություն կրթական ծրագիր, բավականաչափ նաեւ փոփոխություն է կրել կրթական ծրագրի մասով։ Փորձում ենք IT ոլորտի այսպես ասպեկտներ ներմուծել մասնագիտության մեջ։ Երկրաբան դառնալ ցանկացողների թիվը թեև նվազել է, սակայն Մայրբուհը շարունակում է մի շարք ծրագրեր իրականացնել մասնագիտության նկատմամբ երիտասարդների հետաքրքրությունը բարձրացնելու ուղղությամբ։ Փորձում ենք վերարժեքավորել հասարակության մեջ մասնագիտության կարևորությունը եւ ներգրավել դպրոցականներին, ուսանողներին, որպեսզի իրենք նույնպես հասկանան այն գիտակցումը, պատասխանատվությունը, թե ինչ է այս մասնագիտությունը տալիս նաեւ պետությանը։ Երևանի պետական համալսարանը գործակցում է նաև ոլորտի տարբեր ընկերությունների հետ ամրապնդելու բուհ աշխատաշուկա կապը։ Երկրաբանի մասնագիտությունը վերականգնելու է երբեմնի փառքն ու դերն ու դիրքը, եւ դա տրամաբանական է, որովհետեւ մեր երկրի տնտեսությունը մեծապես կախված է նաև երկրաբանի մասնագիտությունից, կախված է հանքարդյունաբերության ոլորտից, եւ դա չի կարող իր ազդեցությունը չունենալ։ Տոնական միջոցառմանը տեղի է ունենում նաև ֆոտոգրքի շնորհանդես, հուշամեդալների եւ շնորհակալագրերի հանձնում։ Ուրիր Մկրտչյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։